Գորիսում բացվեց սոցիալական տուն իր տանիքի տակ հավաքելով 18 ընտանիքի։ 200 միլիոն դրամով ծրագիրն իրականացվել է Գորիսի համայնքի և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի գործակցությամբ։ Աստեդ միջազգային կազմակերպությունն էլ աջակցել է խոհանոցների կահավորման գործում։ Վարդան Թոսունցը ծրագրի շահառուներից է։ 5 երեխա ունի՝ 4 տղա, 1 աղջիկ։ 33 տարի տնակում էր ապրում։ Հիմա 3 սենյականոց տուն է ստացել։ Պատերազմներին է մասնակցել։ Հիմա պոստերում շինարարության մեջ աշխատում եմ, բունկեր սարքում։ 1-ից 3 սենյականոց տները բաժին են հասել ոչ միայն Գորիսում բազմազավակ կամ տնակներում ապրող ընտանիքներին, այլև Արցախից տեղահանված մեր հայրենակիցներին։ Գրիգոր Թամրազյանը Ստեփանակերտից է, այնտեղ մաթեմատիկա էր դասավանդում։ Ասում է՝ մի գործ լինի, եռանդը տեղում է, էլի կարող է աշխատել։ 2 տարի համարյա ստեղ ապրում ենք, մնալով տարբեր բնակարաններում վարձով, շատ մեծ դժվարություններով, ցուրտ, որոշում էլ շատ դժվար ա եղել։ Հիմա լույս բացվեց, ծնով ապահովեցին։ Հանձինս մեր Գորիսի համայնքապետի Արուշ Արուշանյանի հոգատարությամբ։ Գորիսում Գրիգորի աղջիկն է ապրում։ Եկել է հասկացել, որ թե մարդիկ, թե բնությունը, թե քաղաքն այնպիսինն են, ինչպիսին Արցախում էր։ Որոշել է մնալ։ Այս նոր տունը մասնագիտական աչքով էլ որ նայում է, համաչափությունը, դասավորվածությունն իր սրտով է։ Չէ, շոյակավ, շատ ճաշակով, բան չլի, գլխից հրադարաշ չլի, լավ որակավ արածա, ես գոհ ենք։ Եթե թերություն է չլի ընթացքում, նայր է բաքսի բանը կցած, սկի սեպակ մեր տները չկա։ Արա Երիցյանն էլ Ռուսաստանից է եկել։ Երեխաներին պետք է հայեցի մեծացնի։ Տնակում էր ապրում, արդեն 3 երեխա ունի։ Պատմում է, համայնքապետի հետ պայման են կապել։ Եթե 3-րդ երեխան տղա ծնվի, 3 սենյականոց է ստանալու։ 3-րդը ունեցանք, ասեց շուտապույտ մի հատ այդ գործով զբաղվեցինք, 3-րդը բայց աղջիկերի ծնվեց։ Եվ փառք Աստծո, 10 տղայի արժեք ունի։ Արայի ընտանիքում կինն է, 3 երեխաներն ու թոռը։ Ինքը շինարարությամբ է զբաղվում։ Համայնքում հիմա գործ կա։ Պնդում է, որ մեծ ոգևորությամբ լծվելու է հայրենիքի շենացման գործին։ Ես դեռ շատ տարիներ առաջ որոշում եմ կայացել, որ Աստծո կամքով պետք է այս քաղաքի ղեկավարումը մենք ստանձնենք։ Հենց առաջին այն պատճառով, որ Գորիսում կային տնակներ, դրա մասին բազմիցս խոսվել է եւ ասել ենք մեր համակարգացին, թե որն է նպատակը ամեն ինչի, որ տնակներում այսուհետ երբևէ մենք բնակիչներ չունենանք։ Նախատեսում են հետագայում էլ բնակարաններով ապահովել բազմազավակ ընտանիքներին եւ սոցիալական խնդիրներ ունեցողներին։ Համայնքապետի խոսքով ամեն տարի հատկացվածից մի քանի անգամ ավելի գումար են ծախսում համայնքի զարգացման համար։ Ընդ որում կարևորում են սկզբում ծայրամասային թաղերում բարեփոխումները։ Տարբեր բնակավայրերում 8 տարում արդեն շուրջ 60 բնակարան են կառուցել եւ վերակառուցել։ Պլանավորում են առաջիկայում եւս 100 բնակարան կառուցել։ Սիմոն Հովանիսյան, Գևորգ Սիանոսյան, Renews Armenia։